$150 միլիոն արժողությամբ գերհզոր սերվերներ ու աշխարհը նվաճելու հավակնոտ նպատակ է դրված հայկական առաջին արհեստական բանականության հիմքում։ Միջազգային AI հսկաների կողքին արդեն իր տեղն ունի հայ ծրագրավորողների կողմից ստեղծված Zero-ն։ Ամբողջությամբ տոպովի վերսիա է, այսինքն այն արհեստական բանականությունները ինչ որ կան, ինչ որ դուք գիտեք շուկայում, համաշխարհային գիգանտները, որ հանել են, մերը մի մակարդակ ավելի բարձր է, կարող եք ներբեռնել ինքներդ փորձել քվանտային մեխանիկայի խնդիրներ լուծում, տեքստեր ա գրում կամ սցենարներ ա գրում, ինչ որ ուզենաք իր հետ անեք, ինքը հստակ անելու է։ 9 տարեկանից ծրագրավորում սովորող 17-ամյա Արման Ասատրյանը ծրագրի մասին սկսեց մտածել 2 տարի առաջ։ Արմանը այս հրաշամանուկը ստեղծել է առաջին հայկական արհեստական բանականությունը։ Գաղափարը ծնվեց կենցաղային պարզ ցանկությունից ստեղծել մի բան, որը կհեշտացնի մարդու կյանքն ու կխնայի ամենաթանկը՝ ժամանակը։ Սկզբից ես մտածում էի միայն իմ կյանքը հեշտացնելու համար, բայց հետո հասկացա, որ ոչ, սա բոլորի կյանքը կարող է հեշտացնել։ Հենց սկզբում Արմանը հասկացավ, ստեղծում է լուրջ պրոդուկտ, որը չի կարող միայնակ մեծացնել ու սկսեց փնտրել հովանավորներ։ Փնտրում էի այնպիսի մի մարդու, որ կարող է ինձ օգնել այդ գործում, հաջողակ բիզնեսմենի, ով այդ ոլորտում կա ու գրել եմ էլի մարդկանց, Սամվելը միակը չի եղել եւ ոչ էլ առաջինն ա եղել, սակայն միայն Սամվելն էր, որ տեսավ, արձագանքեց։ Գործարար Սամվել Թադևոսյանը ստանալով Արմանի կոդերով հարուստ երկար նամակը դիմեց մասնագետների, հաստատեցին լուրջ բան է ու սկսվեց աշխատանքը։ 8 ամիս անց Zero-ի շնորհանդեսն է։ Սա Zebrick-ն է։ Ինքը համապատասխանում է Gemini 5.5, այսինքն վերջի վերսիան որ կա, կամ ChatGPT, այս վերջի վերսիան, ինքը մի քիչ իրանցից ավելի ուժեղ է, բայց այս վերսիան օգտագործելու համար, դուք այդ կամպանիաները դեռ 20-ից մինչև $100 փող են գանձում, որ թույլ տան։ Ժողովուրդ, լսեցիք, որ սա ամբողջության անվճար է։ Zero-ն ունի մի շարք յուրահատկություններ ու առավելություններ, որոնք այս պահին աշխարհում ոչ մի chatbot չունի։ Այն, ինչ մինչև հիմա համաշխարհային տեխնոլոգիական հսկաները անում են մի քանի քայլով, հայկականը կատարում է ընդամենը 1 հրահանգով։ Եթե ուզում եք մեքենա պատվիրեք կամ եթե ուզում եք ուտելիք պատվիրել, ձեր համար դա մի 10-ից 12 կլիկ է, ինչը որ մենք ուսումնասիրել ենք, իսկ մեր մոտ ընդհանրապես կլիկ չկա, իսկ գաղափարը 0 կլիկն է ու 0 բառը հենց տեղից է ստեղծվել, որ 0 կլիկ ինչ ուզում ես արա ու դրա վրա ժամանակ մի ծախսի։ Zero-ն միայն chatbot չէ, այլ մի ամբողջ էկոհամակարգ, կարողանում է հենց chat-ի ներսում միանգամից կատարել հրահանգներ, օրինակ պատվիրել տաքսի առանց լրացուցիչ գործողությունների։ Էվոլյուցիոն նոր փուլն է այդ ծառայության, որը որ ոչ միայն հայկական մասնագետների կողմից է գնահատվել, այլ նաև համաշխարհային մասնագետների։ Դուք կարող եք իրան ասել ժամը 8-ին արի իմ հետևից գնում են գործի, ժամը 10-ին մեքենա կուղարկես երեխեքին թող տանի մանկապարտեզ, երեկոյան էլ չգիտեմ, ժամը 6-ին մեքենա ուղարկի թող ծնողներին բերի տուն։ Ինքը այդ ամեն ինչը հիշում է, ամեն ինչը իրականացնում է, ձեզ իհարկե մի քիչ ժամ առաջ կամ 15 րոպե առաջ տեղեկացնելով։ Մոտ 1 ամսից ուղևորափոխադրումներին կավելանան ավիատոմսերը, սնունդը եւ այլ ծառայություններ, դարձյալ ընդամենը 1 հրահանգով։ Zero-ն վարորդների համար սահմանել է շուկայում ամենացածր միջնորդավճարը 17.6%։ Տեսպային ակցիա է գործում, այն տաքսոպարկերը կամ այն գործընկերները, որ կդառնան մեր Zero-ի ֆրանչայզիներ, իրանք ինչքան ակտիվ վարորդներ ներգրավեն, մենք այդ թիվը կկրկնապատկենք, այսինքն իրանց եկամուտը 2 անգամ ավելի շատ կլինի, քան կա այս պահին։ Նախագծի խորհրդանիշը հոգատար Zebrick-ն է, վերջին օրերին համացանցում լայն քննարկումների առիթ դարձած ներկված ավանակը պարզվեց ընկերության մարքեթինգային հնարքներ, որը լավ արդյունք ապահովեց։ Ի տարբերություն համաշխարհային գիգանտների Zero-ի առաջնային լեզուն հայերենն է, առանց աղավաղումների ու սխալների շփվում է հայերեն, սակայն հասկանում ու պատասխանում է աշխարհի բոլոր լեզուներով։ Միջարից ասեմ, որ այսօրվանից յուրաքանչյուրը կարող եք արդեն ներբեռնել Zero-ն եւ օգտագործել ձեր առօրյայում։ Հեղինակները հորդորում են Zebrick-ի հետ շփվել, ինչպես երեխայի հետ, սովորեցնել նրան ու ներողամիտ լինել, քանի որ սա հայկական տեխնոլոգիական ապագայի սկիզբն է։ Իսկապես նրան այնպես դաստիարակենք, ինչպես որ մենք մեր երեխաներին ենք դաստիարակում, այնպես ինչպես կուզենենք, որ մենք լինեինք։ Պլաններումս կա Zero-ն զարգացնել, դարձնել համաշխարհային պրոյեկտ, որպեսզի ոչ միայն Հայաստանում լինի, այլ նաև ամբողջ աշխարհում։
Զեյրոյի պաշտոնական շնորհանդեսը ավարտվեց ջազային մթնոլորտում, Մալխաց բենդի կատարումները միջոցառմանը հաղորդեցին առանձնահատուկ ջերմ տրամադրություն։